Ակնհայտ է մեր ուժը Հայաստան դաշինքից, իդեմս Սամվել Կարապետյանից, որովհետև այդ դիտարկումները, վիրավորական խոսքեր, որ մարդ, գիտեք, ոնց որ տղամարդ ու կին տարբերություն լինի, այստեղ մի քիչ քաղաքական հեգնանքով ասեմ, կին կարգավիճակով Նիկոլ Փաշինյանն է, որը չի կարողանում ուժ կիրառել, բացի կեղծ քրեական գործեր հարուցելուց, իսկ տղամարդ կերպարը բնականաբար Սամվել Կարապետյանից ղժղժալով, լաչարություն անելով, վիրավորական խոսքով դրդում է, որ Սամվել Կարապետյանը ինչ-որ ֆիզիկական գործունեություն դիմի, հա, մի քիչ sense վերացական ձևով եմ ասում, ու ստացի, որ տղամարդը կնոջը ծեծել է, եւ այս մոտեցմամբ, այսինքն այս քաղաքական դիսկուրսով Նիկոլ Փաշինյանը ուզում է նորից վարչապետ ընտրվել։ Ինձ համար ակնհայտ է, որ թույլ, խեղճացած, թշնամու դեմը կզած, համաձայնված, կարգավիճակով մարդիկ այլևս տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Մեզ պետք է թասիբով ուժեղ տղամարդ։ Իսկ ինձ համար քաղաքական դաշտում բացի Սամվել Կարապետյանից ուրիշ մարդ չկա։ Ինձ համար այդ մարդը եզակի հնարավորություն, ուրիշ ազգեր կերազին հնարավորություն ունենային, որ այսպիսի լուրջ ռեսուրսների տեր մարդը գար զբաղվել երկրի հարցերով։ Մենք հայերս տենց հետաքրքիր փրկվելու հնարավորություն ունենք այն առումով, որ դարերից ի վեր գալիս է։ Ինչ որ մի շրջանում անընդհատ պարտված ենք, հետո հնարավորություն է տրվում անկախություն ունենալու։ Հետո նորից ներքին թշնամին ներսից բսկտում է հասարակություն, նորից Աստծո կամոքա դա, թե ուղղակի մեր ազգի ճակատագիրն է, չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ մենք ունենք եզակի մարդ գլոբուսի վրա, ով ահռելի ռեսուրսների տեր է, ոչ միայն ֆինանսական,